Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր բազմաթիվ հետևորդների խնդրանքով նորից եթերը հեռարձակվելու խոտաբույսերի շքերթ հաղորդաշարը։ Սիրելի հետևորդներ, մեր այսօրվա հաղորդաշարի թեման լինելու է ճարճատուկ դեղաբույսի մասին։ Մինչև թողարկմանը անցնելը ես մի շատ կարևոր ինֆորմացիա եմ ուզում հայտնել ձեզ, ուրեմն հարգելիներս, խոտաբույսերի շքերթ հաղորդաշարի հետ կապված ինձ բազմաթիվ մեկնաբանություններ էին գրել, որ այնքան էլ հետաքրքիր չէ, մենք ավելի ուրիշ նորարարության մասին ենք ուզում լսել եւ այլն, ու այսպիսի թեմաներ էին բարձրաձայնել։ Մտա նայեցի YouTube-ի անալիտիկա տարիքային շեմը, հասկացա, որ երիտասարդ մասան է գրել, ուրեմն տեսեք հարգելի հետևորդներ, ես ինքս էլ լինելով շատ երիտասարդ, ինչ-որ միտեղ համաձայն եմ ձեզ հետ, բայց հաշվի առնենք այն փաստը, որ իմ ալիքը չեն դիտում մենակ երիտասարդները կամ դեռահասները, իմ ալիքը նաև դիտում են շատ տարեց մարդիկ, 60 տարեկան եւ ավելի, քանի որ այս տարիքի անձանց, այս տարիքային խմբում, ովքեր գտնվում են, տարեցները, մեծահասակները, իրենց համար ավելի հետաքրքիր է նման ֆորմատի հաղորդաշարերը, քան օրինակ ասենք, եթե ես խոսեմ ենթադրենք էսթետիկ բժշկության մասին, կամ ինչու ենթադրենք, հենց այդպես է որ կա։ Ես կոսմետոլոգ եմ, որ սկսեցի զբաղվել ու հավաքել հաճախորդներ, հիմա բավականին շատ հաճախորդներ ունեմ, պետք է հավաստիացնեմ ձեզ, որ իմ հաճախորդների 80%-ը երիտասարդներ են, ջահել խավ է, այսպես ասած, մինչև 40, մաքսիմում 50 տարեկան, որովհետև տարիքային տարբերությունը բավական շատ է, այդ շեմը, 60 եւ ավելիները ու 18, 20, 25, 30 տարեկանները մտածելակերպը նույնպես տարբեր է։ Եկեք այս հարցին մի փոքր ըմբռնումով մոտենանք, եթե հոգեբանական տեսանկյունից նայենք, ես ինչ-որ միտեղ ձեր հետ համաձայն եմ, այո, ինձ համար էլ երբեմն հետաքրքիր չի, որովհետև ես ինքս էլ չեմ զբաղվում դեղաբույսերի ինչ-որ դեղեր պատրաստելով, ինչ-որ թուրմեր եփելով, խմելով կամ հիշելով, որ այսինչ բանը ենթադրենք 50 տարի առաջ մարդիկ օգտագործել են այսինչ ենթադրենք հիվանդությունը բուժելու համար։ Բայց քանի որ իմ ալիքը չի դիտում այն սահմանափակ մասան, այսպես ասած, դիտում են նաև տարեցները, ես հետևորդ ունեմ 75 տարեկան պապիկ եմ, ու շատ լավ օգտվում է YouTube-ից, մալադյեց իրան, որ այդ տարիքում գտնվելով կարողանում է այս նորարարական տեխնոլոգիաներից գլուխ անել, որովհետև շատ շատերին նույնիսկ հասանելի չի YouTube-ի տարական, ասենք, ալգորիթմից օգտվելը։ Եկեք հարգենք մեր մեծերին ու նաև դիտարկենք այն ամենը, ինչը որ իրենց էլ է հետաքրքիր։ Ես նորից եմ ասում, եթե կան մարդիկ, ովքեր չեն ուզում խոտաբույսերի շքերթը դիտեն, ես հաստատ չեմ նեղանում, սիրելի հետևորդներ, գիտեմ, ես մոտավորապես գիտեմ, ովքեր են դիտում դեղաբույսերի մասին հաղորդումները, ովքեր են դիտում կոսմետոլոգիան, էսթետիկ բժշկությունը, ովքեր են դիտում դեղորայքային տեղեկատուն, բժշկական խորհրդատվությունը, իմ հին տեսանյութեր, նույնիսկ առողջության բանաձևը, եկեք չառանձնացնենք մարդկանց այդ խավը, հասկանանք, որ ալիքը դիտում են բոլորը։ Ոնց է, որ ենթադրենք հեռուստացույց եք դիտում, ասենք նայում եք Շանթ հեռուստաընկերությունը, հո Շանթը չեն դիտում մենակ երիտասարդները, չէ՞, ասենք Շանթում բաներ են մեկ-մեկ ցույց տալիս, որ բնականաբար երիտասարդը չի դիտի, հետաքրքիր չի լինի, բայց մեծահասակը կդիտի, նույնն էլ հակառակն է։ Սա էլ է ալիք, սա էլ է գործունեություն, սա էլ է աշխատանք եւ հասկանանք, որ մենք գործ ունենք հանրության հետ, ոչ թե ինչ-որ տարիքային սահմանափակում ունեցող անձանց։ Մենք աշխատանքի չենք ընդունում, որ հայտարարության մեջ գրենք 18-ից 20 տարեկան, ավել չլինի, ոչ։ Ալիքը դիտում են բոլորը, հետեւաբար ալիքը բոլորի համար է։ Հանցնենք առաջ ու ներկայացնեմ ձեզ ճարճատուկ դեղաբույսի մասին, այն հետաքրքիր ինֆորմացիան, որ ես վերջին մի քանի օրերի ընթացքում հավաքել եմ ձեզ համար։ Ճարճատուկ դեղաբույսը հայտնի է նաև եղերդակ անունով։ Բույսի հայրենիքը ընդունված է համարել միջերկրածովյան երկրները, այսինքն այն երկրները, որոնք գտնվում են միջերկրական ծովի ափին։ Բացի դա, այս բույսը ուրեմն աճում ու մեծանում է կախված կլիմայից, որովհետև այն հանդիպում է Հարավային Ամերիկայում, հանդիպում է Եվրասիայում,
Աֆրիկայում, Հարավային Ամերիկան արդեն ասացի, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում։ Տեսեք ինչ ծայրահեղությունից ծայրահեղություն երկրներ ես ցիտեցի։ Պատկերացնում եք բույսի ուրեմն աճը կախված է կլիմայից։ Տեսեք Նոր Զելանդիայի եւ Աֆրիկայի կլիման, եղանակը։ Երկու տարբեր բևեռներ են։ Տեսեք ուրեմն ինչ ասեմ, Հարավային Ամերիկան ու դարձյալ Աֆրիկան, էլի երկու տարբեր բևեռներ են։ Կլիմաները խիստ տարբեր են այս ցիտածս բոլոր երկրներում։ Եվ ամենավերջում բույսը բնականաբար նաև հանդիպում է Հայաստանում, որովհետև Հայաստանում կան տարվա 4 եղանակները։ Ուրեմն բույսը Հայաստանում տարածված է Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու եւ Սյունիքի մարզերում եւ ինչ որ չափով էլ Երևանի շրջակայքում։ Ինձ թվում է հիմնականում Արտաշատ, Աշտարակ այս կողմերում կլինի, ինքս չեմ հանդիպել բույսին, բայց նկարով, եթե բույսին տեսնեմ բնական տեսքով, անպայման կճանաչեմ, որովհետեւ նկարով ես բույսին ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից, երբ անցնում էինք դեղաբուժություն, դեղաբուսական բույսերի առարկան, մեր լեզվով ասած ֆարմակագնոզիան, այդպես էր կոչվում։ Բույսը իր մեջ պարունակում է ուրեմն ինուլին, պեկտին, եթերայուղեր, C եւ B խմբի վիտամիններ։ Առհասարակ այս դեղաբույսը օգտագործում են ամբողջությամբ, սակայն գլխավոր դերը եւ բուժման հիմնական կիրառությունը կատարվում է արմատների միջոցով, այսինքն հիմնական գործառույթը կատարում է հենց բույսի արմատը, որպես բուժական միջոց։ Հին ժամանակներում բույսը հայտնի է եղել որպես մարսողությունը լավացնող միջոց, հատկապես հին Եգիպտոսում եւ Հռոմում։ Ուրեմն երբ որ նորություն, ինֆորմացիայի հավաքում ես դեղաբույսի հետ կապված, հանրագիտարանից գտա մի շատ կարևոր նախադասություն, որը վերաբերվում է ժողովրդական բժշկությանը։ Առանձնացրել եմ եւ ուզում եմ ընթերցել ձեզ համար ու մի կարևոր ուրեմն փաստ արձանագրել։ Ժողովրդական բժշկության մեջ ճարճատուկը որպես դեղաբույս լայն կիրառում է ունեցել աղեստամոքսային տրակտի, փայծախի, մաշկային հիվանդությունների, լնդախտի, անեմիայի, ճիճվագրության, արթրիտների եւ ընդհանուր թուլության ժամանակ։ Տեսեք սիրելի հետևորդներ, ես ինչ դեպքեր ցիտեցի, լնդախտ, փայծախ, հիմա երևի մարդիկ կմտածեն լնդախտը ուր, փայծախը ուր, բայց մի շատ կարևոր փաստ եմ արձանագրել, այս ինֆորմացիան ուրեմն դուրս բերելով հանրագիտարանից, ուրեմն երբ որ դեղաբույսի մասին ենք մենք խոսում եւ պատմում ենք, որ դեղաբույսը օգտակար է այս հիվանդությունների համար ու մի 10-15 անուն ենք թվարկում, ոչ մեկ չի զարմանում, բայց երբ որ խոսում ենք դեղորայքի մասին կամ վիտամինների մասին, ասում ենք, որ տվյալ դեղորայքը այս նպատակներով է կիրառվում ու մի ամբողջ շարք ենք ցիտում կամ այս վիտամինը, մարդիկ զարմանում են, ինչպես կարող է մեկ դեղը օգնել նման քանակի դեպքերի, հիվանդությունների, սիմպտոմների ժամանակ։ Սիրելիներս, այո, կարող է, ինչքան դեղաբույսն է կարող, այդքան էլ դեղորայքն է կարող։ Ես ասում եմ որպես մասնագետ, որը ուսանողական տարիներին պրակտիկաներ անցնելով, թե գործարաններում, թե ինչ-որ արտադրական այլ ընկերություններում, որովհետև դեղագետի մասնագիտությունը չի սահմանափակվում միայն դեղատանը աշխատելով, 15 տեղից ավել վայր կա, որ դեղագետը կարող է աշխատել։ Ու այդ վայրերից մենակ առաջինն է, որ դեղատունն է, դեղատնից այն կողմ դեռ կան շատ տեղեր, որ կարող է դեղագետը աշխատել ու հանրությանը տալ մենակ օգուտ ու ոչ թե վնաս։ Այսպես, անցնենք առաջ։ Ավիցենան, ճարճատուկի յութը, խորհուրդ է տվել օգտագործել մի շարք հիվանդությունների եւ սիմպտոմների դեպքում, ինչպիսին են միգրենը, որպես հիվանդություն, գլխացավը որպես սինդրոմ, երեխաների ընկնավորության դեպքում, դա էլ է համարվում հիվանդություն հիմնականում դեռահասների մոտ է լինում, ինչպես նաեւ աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ։ Իսկ ահա սերմերը, սիրելի հետևորդներ, նույն ինքը Ավիցենան առաջարկել է թոքերի, սրտի անկանոն աշխատանքի եւ զարկերակային բարձր ճնշման դեպքում։ Սա հին ժամանակներում, չգիտեմ անկեղծ ասած հիմական մարդիկ, որ նմանատիպ դեղաբույսը օգտագործում են ցիտածս հիվանդությունների կամ սիմպտոմների ժամանակ։ Այս ինֆորմացիան ինչ որ ձեզ տալիս եմ, գալիս է շատ հնուց, երբ նոր բժշկությունը սկսում էր զարգանալ։ Լսել եք Ավիցենայի մասին, մխիթար հերացու մասին, ամիրդովլատամասիացու մասին, հատկապես որ ովքեր ընտրել են բժշկի մասնագիտությունը,
հաստատ կարդացած կլինեն եւ իրենց աշխատություններին նույնպես ծանոթ կլինեն։ Ինչու եմ սա ասում, որ հետո ինձ մեկնաբանություններում չկրկնվի, էլի անընդհատ նույն բանը ես չասեմ, հարցը չգրեն։ Այս ինչ բանի դեպքում օգտակար է, թե ոչ։ Անկեղծ եմ ասում, ես ինքս դեղաբույսերով չեմ զբաղվում։ Ես զուտ այս հաղորդաշարը պատրաստում եմ մենակ այդ տարեց մարդկանց համար, որոնց համար այս ինֆորմացիան շատ կարևոր է։ Իրանք այս ինֆորմացիայով ապրում են եւ համոզված են, գնում են դեղատուն, գնում են այս դեղաբույսերը, դնում ու լսում են իմ հաղորդումները ու սկսում են այդ դեղաբույսերը կիրառել։ Ես դրանում վստահ եմ, ուղղակի կասկած չունեմ, որովհետեւ արդեն 15 տարի է ես աշխատում եմ դեղատանը ու շփվում եմ այդ դեղատուն մտնող ժողովրդի հետ, հա, անգիր գիտեմ իրենց հոգեբանությունը։ Այսպես նայելով իրենց շարժու ձևին տված հարցերին արդեն հասկանում ես այդ մարդը ինչի կարիք ունի, իրան ինչա պետք կամ ինչը պետք չի։ Մխիթար Հերացին դեղաբույսի յուտը օգտագործել է որպես արյունը մաքրող միջոց, ինչպես նաև խորհուրդ է տվել մարդկանց օգտագործել գերհոգնածության ժամանակ։ Ըստ Ամիր Դովլատ Ամասյացու թողած ուրեմն տեղեկությունների, Հիպոկրատը այս դեղաբույսը օգտագործել է փայծախի ցավերի դեպքում։ Եվ վերջում, սիրելի հետևորդներ, երկու կարևոր ինֆորմացիա տամ ձեզ։ Ուրեմն կովկասյան ժողովուրդները այս բույսը օգտագործել են միայն մաշկային հիվանդությունների ժամանակ, ցանկացած մաշկային հիվանդություն, էական չի ինչ։ Ուրիշ ոչ մի հիվանդությունների դեպքում այս բույսը կիրառություն չի ունեցել կովկասյան ժողովուրդների մոտ։ Իսկ ահա ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ բույսը ըմպելու ձևով, այսինքն բույսից ստացված յուտը ըմպելու ձևով կիրառվել է լյարդի ցիրոզների, փայծախի եւ մի շարք ուռուցքների ժամանակ։ Սիրելի հետևորդներ, այսօրվա դեղաբույսերի շքերթ հաղորդաշարի շրջանակներում մենք խոսեցինք ճարճատուկ դեղաբույսի մասին։ Հուսամ տեսանյութը ձեզ դուր եկավ եւ ինֆորմացիան ինձ թվում է հետաքրքիր էր։ Եթե այո, եթե հավանել եք, կխնդրեմ սեղմեք լայք եւ ցանկության դեպքում նաեւ կիսվեք ձեր ընկերների եւ ծանոթների հետ։ Շնորհակալություն, իսկ մենք կհանդիպենք արդեն կամ դեղորայքային տեղեկատու կամ էսթետիկ բժշկության հաղորդաշարի շրջանակներում։ Արդեն կախված է ժամանակից, տեսնենք ոնց կստացվի, որն է ավելի առաջնային եւ ես անպայման եթեր կհեռարձակեմ մոտակա օրերը։ Լավ մնացեք եւ առողջությունը մաղթում բոլորիդ։